Վաղը երեկոյան Էրեբունի թանգարանի հարևանությամբ նախատեսված հանրահավաքից առաջ 100-ամյակ առանց ռեժիմի շարժումը իր աջակիցներին կրկին փողոց դուրս գալու կոչ է անում։ Ժամեր առաջ տարածած հաղորդագրությամբ հիմնադիր խորհրդարանը տեղեկացնում է, վաղը ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո սկիզբ է դրվելու, մեջբերում եմ, հայաստանյան ներկա ռեժիմի հեռացման գործընթացին։ Շարժման հաղորդագրությունում նաև նշվում է, որ այդ ճանապարհին առաջին քայլը քաղբանտարկյալների ազատագրումն է, մեջբերման ավարտ։ Վաղը նախատեսված հանրահավաքի նախօրեին 100-ամյակ առանց ռեժիմի շարժման ղեկավարները շարունակում են գաղտնի պահել իշխանափոխության ծրագրերը, հայտարարելով, որ ամեն ինչ պարզ կլինի վաղը հրապարակում։ Ավելի վաղ շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը իր վերջին հանրահավաքային ելույթում ասել էր, որ ապրիլի 24-ից սկսած համազգային մոբիլիզացիա է հայտարարում, քանի որ Հայաստանը ինքնիշխանությունը կորցնելու եզրագծին է մոտենում։ Կոչ եմ անում պատրաստվելու 24-ից սկսյալ ուսաբարգերը պատրաստել, ուսաբարգերում մեջ ունենալ առնվազն 3 օրվա 4 սնունդ, ինչպես ասում են սուղ պայոկ։ Պատրաստրեք ժողովուրդ, հույսը մենք ենք, ոչ մի մեկի վրա մենք հույս տնողը չենք։ Ես չեմ կասկածում, որ մոբիլիզացիան օրեօր մեծանալու է և հակառակորդին ձունգի ենք բերելու։ Սեֆիլյանը նաև հայտարարել էր, որ չեն պատրաստվում խանգարել ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումները, բայց վստահ են, որ դրանից հետո ժողովուրդը իր խոսքը կասի և կպարտադրի, մեջբերում եմ, գործող օտարածին վարչակազմին հեռանալ։ Ազատազրկումից օրեր առաջ Սեֆիլյանը չէր բացառել նաև, որ Երևանում մեկնարկելիք հանրահավաքից բացի բողոքի ցույցեր կլինեն նաև Հայաստանի այլ քաղաքներում։ Մենք փոփոխությունը երկար շաբաթների մեջ չենք տեսնում, ընդամենը հնարավոր է դեվել մի քանի օր, սակայն շատ կարևոր է, որ այդ օրերին մեր ժողովուրդը, մեր խոսքը հնարավորինս լսի։ Այդ օրերին մենք բաղագծերը կբացենք, թե ինչ միջոցով ենք վերջ-վերջո բարդատրելու։ Այս ելույթից մի քանի օր անց 100-ամյակ առանց ռեժիմի շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը և նրա 4 աջակիցները մեղադրվեցին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու փորձի մեջ և կալանավորվեցին։ Անգամ դրանից հետո հիմնադիր խորհրդարանը հետ չի կանգնում իշխանափոխության ծրագրերից։ Կառույցի ղեկավարությունը ստանձնեց Ալեք Ենիգոմշյանը։ Վաղն էլ ակնկալվում է, որ հայտնի կդառնա, թե ով է ղեկավարելու 100-ամյակը առանց ռեժիմի շարժումը։ Հիմնադիր խորհրդարանից փոխանցեցին, որ քաղաքապետարանից թույլտվություն են ստացել Էրեբունիում զանգվածային միջոցառումներ իրականացնելու վաղվանից սկսած մինչև մայիսի 10-ը, բայց ոչ շուրջօրյա։ Ավելի վաղ շարժման ներկայացուցիչները հայտարարում էին, որ ապրիլի 24-ից փողոց են դուրս գալու և տուն չեն գնալու մինչև իշխանափոխություն։ Այսօր, սակայն, հիմնադիր խորհրդարանում խուսափեցին պատասխանել։ Վաղվանից մեկնարկող հանրահավաքները շուրջօրյա են լինելու, թե ոչ։